Մի գեղեցիկ օր հեռուստասերիալի անձնակազմն է մեզ հյուրընկալվել, ձեր բարձր ծափարությունները։ Իդեմս Անի Մաղաքյան, սցենարիստ և Շանթ Պրոդաքշնի կրեատիվ պրոդյուսեր։ Մարալ Գասպարյան դերասանուհի, Էրիկ Թամամյան դերասան, Լիլիթ Մաշինյան դերասանուհի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե գիտենք, որ արդեն 3 շաբաթ է արդեն եթերում եք և ունեք մեծ ու հրաշալի արձագանքներ։ Ուզում ենք մի փոքր ավելի մանրամասն պատմեք, թե ինչպես սկսվեց սերիալը, ինչ մտահղացումով։ Իսկապես շատ ոգևորված ենք արձագանքներից, որովհետև առաջին շաբաթից սկսած մեծ աղմուկ հանեց նախագիծը։ Դպրոցական դրամա է, որը անդրադառնում է դպրոցում միջանձնային բարդ հարաբերություններին, բուլինգին և նաև աշակերտ ուսուցիչ հարաբերություններին, ծնող աշակերտ հարաբերություններին, աշխարհի պես հին թեմաներ են, որոնց մասին միշտ գրելու բան կա։ Ու ես շատ ուզում եմ ցույց տալ և դեռահասներին, և ծնողներին, և ուսուցիչներին ինչին ուշադրություն դարձնել, որովհետև հիմնականում դեռահասները տանը չեն խոսում դրա մասին, թաքցնում են տարբեր պատճառներով։ Մատնացույց ենք անում խնդիրներ, որոնք գուցե այլ պայմաններում չեն նկատվում, սերիալը նայելիս գուցե նկատեն ու հասկանան։ Վստահ եմ, որ այդտեղ կան սիրային դպրոցական հետաքրքիր պատմություններ։ Այո, կան առաջին սերը իհարկե ամենասիրուն բաներից է գրելու։ Առաջին սերը, երբ որ աշակերտը սիրառվում է անգլերենի դասատուին, հետո։ Ունենք։ Ունենք։ Եվ էլ ինչ կավելացնեք։ Սիրով ուզում եմ ուրախ լուր ասել նաև երկրպագուների համար։ Այն երկրպագուները, ովքեր ուզում են շուտ նայել նախագիծը, կարող են ամառվա ընթացքում բաժանորդագրվել Շանթ Digital հավելվածին և 2 օր շուտ նայեն, և բաժանորդագրությունը ընդամենը 400 դրամ է այս ամառվա ընթացքում, այսպես նվերը Շանթ հեռուստաընկերության Չէ, հաստատ արժի։ 400 դրամ։ Դու սերիալ նայող չես, դու չգիտես դա ինչ է, 2 օր շուտը դա շատ շուտ է։ Հա։ Հա։ Այնպես որ մի խնայեք 400 դրամը, մտեք 2 օր առաջ, իմացեք թե ինչ է լինելու։ Ես կուզեի նաև դերասաններին լսել։ Ինչ կերպար եք մարմնավորում։ Ես մարմնավորում եմ Բելայի կերպարը, հենց բուլինգի ենթարկվող աղջկա, որը ընկնում է նոր դպրոց, նոր շրջապատ, սկսում է ենթարկվել բուլինգի։ Զարգացումների հետ կապված ես ինքս չգիտեմ, սցենարիստը պիտի ասեր։ Դեռ բուլինգ են ենթարկում։ Դեռ ենթարկում են։ Հասկանալի է։ Դուք բուլինգ ենթարկողներից մեկն եք։ Ոչ։ Սա ձեր տենց կերպար, բա դուք ով եք։ Ես Շաքեն եմ կերպարով, ով սիրահարված է գլխավոր հերոսին, Մելսին, ու մենք շփվում ենք, ընկերություն ենք անում և հայտնվում է Բելան, և ամեն ինչ այլ կերպ է դասավորվում։ Եվ Մելսը ձեզ մոռանում է և սիրարվում Դեռ Բելային։ ոչ։ Բայց հուսանք կսիրահարի։ Վերջ, պրծավ սերիալը։ Ավարտվեց։ Այդպես միանշանակ չի, ես վստահ եմ, որ այդտեղ շատ տարբեր ինտրիգաներ են բացվելու։ Եվ ունեն գլխավոր հերոս, ոնց հասկացանք։ Սա ձեր առաջին նախագիծն է։ Այո։ Եվ միանգամից հաջողված գլխավոր հերոս, հրաշալի է։ Խոսենք մի քիչ Մելսի մասին, եթե կուզեք։ Իհարկե, մեծ սիրով։ Սնենց հետաքրքիր է ով այդ Մելսը։ Մելսը նախկին տարիներին աչքի ընկել իր բացասական վարքով։ Ավարտական դասարանում երբ գալիս է Բելան եւ նրա կյանքում խառը վիճակներ էր մի քիչ։ Դուք սիրում եք Ես սիրում Շաքեին։ Շաքեին շատ էի սիրում։ Ամառային արձակուրդների ժամանակ մի քիչ հասկացա, որ այդ սերը մի քիչ պակասում է։ Ձեր անունը կասեք։ Էրիկ։ Հա, Էրիկ ջան։ Իսկ Էրիկից ինչ կպատնեք։ Էրիկը շատ լավ տղա է, Էրիկը։ Եկավ Էրիկը։ Շնորհակալություն շատ, բան ունեք ավելացնելու։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, բարի ընթացք ենք ցանկանում ձեր սերիալին, միլիոնավոր դիտումներ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։